Ողջույն, STEM News-ն այսօր զրուցելու է կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանի հետ։ Երբ և ինչ նպատակով է ստեղծվել կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը։ Ինքը երկու ինստիտուտների միավորման արդյունքում է ստեղծվել 2006 թվականին։ Ընդհանրապես երկու ինստիտուտներն էլ ինքնին բավականին մեծ երկար պատմություն են ունեցել։ Մենք անցած տարի նշեցինք Սևանի հետազոտությունների 100-ամյակը, ինչը նշանակում է, որ կոնկրետ ձկնաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտը, որը դեռևս վաղուց իրականացնում էր Սևանի հետազոտություններ, այսպես վերապրոֆիլավորվելով տարբեր գերատեսչությունների կազմում, 2006 թվականին կենդանաբանության ինստիտուտի հետ համատեղ միավորվեց և ստեղծվեց կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, որի գլխավոր նպատակը Հայաստանի և ընդհանրապես կենդանիների և ջրային էկոհամակարգերի, ջրային կենսաբազմազանության հետազոտություններն են և բացահայտում է, թե տեսակներ կլինեն, էկոլոգիական հիմնախնդիրների ուսումնասիրություն, ինչպես նաև դրանց պահպանության հիմնադրույթների ուսումնասիրությունը։ Տարիների ընթացքում ինչպես է փոխվել կենտրոնի հետազոտական ուղղվածությունը։ Քանի որ գիտեք, գիտությունը ինքը տեղում չի տոպում և բավականին այսպես դինամիկ, եթե մենք էլ չենք հարմարվում այդ փոփոխություններին, ապա չենք կարող աշխարհի հետ քայլել մեկ, այսպես ասած, հարթությունում։ Դրա համար կենտրոնը հատկապես վերջի տարիներին բավականին այսպես ձեռք է բերել նորագույն սարքավորումներ, տեխնոլոգիաներ, գիտական ուղղվածությունները որոշակի տրանսֆորմացիաների են ենթարկվել, ներ է տրվել հետազոտությունների մոլեկուլային, գենետիկական ուղղությունը, ներ է տրվել տարբեր քիմիական հետազոտությունների, հատկապես էկոլոգիայի ոլորտում, օրինակ ձեռք է բերվել սնդիկի չափման հատուկ սարքավորումներ եւ այլն, նոր ուղղություններ են զարգանում վերջի 3 տարում մենք կարող ենք ասել, որ 3-4 նոր ուղղություններ են զարգանում, դա սեռական բջիջների էվոլյուցիայի ուսումնասիրությունն է, դա էքսպերիմենտալ մակաբուծաբանությունն է, էկոհամակարգային ծառայությունների ուսումնասիրությունն է, այսինքն կան որոշակի այսպես ուղղություններ, որոնք որ ավելի չասենք տրենդային, բայց ժամանակակից պահանջարկ վայելող ուղղություններ են եւ մենք փորձում ենք նաեւ այդ ուղղությունները ներառել կենտրոնի գործունեության մեջ։ Այսօր կենտրոնը ինչ կարևոր առաքելություն է հետապնդում։ Այսօր մեր գլխավոր առաքելությունը դա առաջին հերթին նոր գիտելիքի ստեղծումն է ոլորտում, որը կլինի մրցունակ միջազգային հարթակում, որովհետև որպես կենտրոն, որպես գիտական կենտրոն, որպես գիտություն մեր գլխավոր առաքելությունը նոր գիտելիքի ստեղծումն է եւ անկախ նրանից, որ երկրում է, որ այսպես տարածաշրջանում է, պետք է գիտությունը լինի միջազգային։ Երկրորդ իհարկե դա ամենակարևոր առաքելություններից մեկը դա նոր սերնդի կրթումն է։ Մենք ունենք բավականին շատ ասպիրանտներ եւ բավականին տարբեր բուհերի մագիստրոսական թեզեր, դիպլոմային աշխատանքներ իրականացվում են մեր կենտրոնում, թե ԵՊՀ-ի, թե մանկավարժական համալսարանի, թե ագրարային համալսարանի եւ թե այլ այսպես բուհերի աշխատանքներ։ Այսինքն մեր գերնպատակներից մեկը, այն կարևորագույն նպատակներից մեկը սերնդափոխությունն է, նոր երիտասարդների ներգրավումն է մեր աշխատանքներում եւ վերջապես երրորդ կարևոր ուղղությունը դա բնապահպանական ծրագրերում այսպես գիտելիքի ներդրումն է, որը կծառայի մեր պետության պետական շահերին, որովհետև գիտեք պետությունը, կառավարությունը տարբեր ռազմավարություններ է մշակում բնապահպանական տարբեր ուղղվածություններով եւ մեր մասնակիցները եւ թե մեր հետազոտության արդյունքները ակտիվորեն կիրառվում են այդ ռազմավարությունների մշակման գործում, որպեսզի դրանք ավելի ժամանակակից եւ ավելի ճիշտ իրականացվեն մինիմալ վնասելով այսպես շրջակա միջավայրը։ Այս 3 հիմնական ուղղություններն ու առաքելությունները։ Ուղղությունների մասին նշեցիք, իսկ որոնք են կենտրոնի հետազոտական հիմնական ոլորտները։ Տեսեք, կենտրոնը ներկայումս կա 9 լաբորատորիա, ինչը իրենից ենթադրում է 9 տարբեր ուղղություններ, դրանցից 3 հիմնական այսպես
կարևոր բաժիններ կառանձնացնեի, դա մակաբուծաբանությունն է, այսինքն մակաբույծների ուսումնասիրությունն է, որով զբաղվում է երկու մեծ լաբորատորիաներ, դա կենտանաբանությունն է, որտեղ ունենք մի քանի լաբորատորիաներ, ողնաշարավոր կենտաների կենտանաբանության լաբորատորիա, միջատաբանության եւ հողի կենտանաբանության լաբորատորիա եւ ինչպես նշեցի փորձարարական կենտանաբանության լաբորատորիա, որոնք այսպես մեր կենտանաբանական ուղղություններն են ներկայացնում, իսկ ունենք նաեւ հիդրոէկոլոգիայի հետ կապված հիդրոէկոլոգիայի լաբորատորիա, որը ջրերի էկոլոգիան է ուսումնասիրում, կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիա, որը գերհագեցած մեր լաբորատորիաներից է, որ զբաղվում է հիդրոէկոլոգիական հետազոտությունների կիրառմամբ։ Ունենք ջրակենսաբանության լաբորատորիա, որը զբաղվում է էկոհամակարգային մոտեցմամբ ջրային էկոհամակարգերի ուսումնասիրության եւ ունենք, որի մեջ նաեւ մտնում է էկոհամակարգային ծառայությունների ուսումնասիրությունը, որը նոր ուղղություն է եւ նոր է հիմնադրվել այդ գիտական խումբը եւ բավականին հատկապես եվրոպական երկրներում ակտիվ այսպես զարգացող ուղղություններից է եւ ունենք նաեւ ձկնաբանության լաբորատորիա, որը զբաղվում է տարբեր ջրային էկոհամակարգերում ձկների ուսումնասիրությամբ։ Վերջին տարիներին կենտրոնը ինչ նշանակալի ծրագրեր է իրականացրել։ Դրանք շատ են։ Նշեմ, որ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ մեր կենտրոնում այսպես գործում էր 35 ծրագիր տարբեր։ Հունվար, փետրվար ամիսներին մենք եւս 9 թեմատիկ դրամաշնոր ենք շահել մեր մասնագետները, մեր գիտնականները եւ դրանք 40-ից ավել ստացվում է ծրագրեր ենք իրականացնում, կարևորագույնները կամ ամենածավալունները դրանք երկու մեծ միջազգային դրամաշնորհներ են Ավստրիայի կառավարության կողմից ֆինանսավորվող, որոնցից մեկը էկոհամակարգային ծառայություններին է վերաբերում, մյուսը ընդհանրապես կլիմայի փոփոխության պայմաններում մակաբույծների նաև այս տարածման ուսումնասիրությանը ունենք 5 մեծ կոմիտեի կողմից ֆինանսավորվող 5 մեծ դրամաշնորհ, որոնցից մեկը ինտեգրման դրամաշնորհ է, այսինքն մեր արտերկրից գիտնականներ են եկել եւ մեր կենտրոնում հիմնել լաբորատորիա, որտեղ իրենք մեր տեղացի մասնագետների հետ աշխատում են, ունենք երկու հեռավար լաբորատորիաների ծրագրեր, որոնցում արտասահմանի մեր գործընկերները տեղական խմբեր են ստեղծել եւ ղեկավարում մեր տեղացի մեր գիտնականների հետ համատեղ ունենք եւս երկու լաբորատորիաների զարգացման ծրագրեր, որոնք այսպես այն ուղղություններով, որտեղ ունենք բավականին մեծ դինամիկ աճ, դա կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիան է եւ մոլեկուլային մակաբուծաբանության լաբորատորիան է, այդ լաբորատորիաներն էլ ստացել են լաբերի զարգացման ծրագիր, որով այսպես բավականին մեծ ուժ տրվեց այդ լաբորատորիաները, հիմա կարելի է ասել միջազգային մակարդակի լաբորատորիաներ են եւ նմանատիպ աշխատանքներ են անում։ Կլիմայի փոփոխությունը ինչպես է ազդում մակաբույծների տարածվածության վրա եւ ինչ հետևանքներ դա կարող է ունենալ կենդանիների եւ մարդկանց առողջության համար։ Շատ մակաբույծներ իրենք ունենում են տարբեր տերեր։ Ունենում են փոխանցողներ, ունենում են վերջնական տերեր եւ այլն, եւ շատ մակաբույծներ իրենց փոխանցողները դրանք միջատներն են, մոծակներն են, տարբեր այսպես թռնող կենտանիներ, այսպես ասենք, որոնք բնականաբար ավելի զգայուն են արտաքին միջավայրի պայմանների նկատմամբ, ջերմաստիճան, խոնավություն եւ այլ պայմաններ, հա, եւ բնականաբար, երբ որ գլոբալ կլիման փոփոխվում է, այդ կենտանիները իրենք տեղաշարժվում են, այսինքն իրենք գնում են ավելի իրենց բնակության համար հարմար վայրեր, չգիտեմ, մոծակների դեպքում դա ավելի ջրային, բայց շոգ տարածքներն են, հա, մյուս տզերի դեպքում միգուցե այլ պայմաններ, բնականաբար տեղի ունենում տեղաշարժեր,
Իսկ քանի որ այդ փոխանցողները, այսպես ասենք, այդ թռնող մեր միջատները, կենտանիները, իրենք կրում են ու փոխանցում են տարբեր մակաբուծային, վիրուսային, բակտերիալ հիվանդություններ, բնականաբար նոր միջավայրում, նոր պայմաններում իրենք սկսելու են այդ նույն բակտերիալ, վիրուսային եւ մակաբուծային հիվանդությունները տարածել, հասցնել իրենց վերջնական տերերին կամ փոխանցել այլ տերերի, որոնք ռեզերվուար են։ Հայաստանը ինչով է ավելի զգայուն եւ ընդհանրապես լեռնային այսպես լանդշաֆտները ավելի են զգայուն, քանի որ այստեղ գոտիականությունը շատ արագ է փոխվում, կարճ տարածության վրա մենք ունենում ենք բարձրության բավականին մեծ տատանումներ, ինչը իրենից ենթադրում է կլիմայական պայմանների այսպես արագ փոփոխություն, հա, զոնաների, երբ որ նայում ենք եւ երբ որ կլիման փոխվում է, բնականաբար տարբեր խոսում ենք գլոբալ տաքացման մասին այս պարագայում, տարբեր միջատներ, տարբեր փոխանցողներ իրենք սկսում են ավելի բարձր գոտիականություն տեղափոխվել, որտեղ նախկինում չեն եղել։ Իսկ դա իրանից ենթադրում է, որ այդտեղ ապրող կենտանիները, այդ թվում մարդիկ, դեռևս ադապտացված չեն լինում այդ նոր մակաբույծներին եւ տեղի ունենում արագ տարածում, որոշակի այսպես սկզբնական փուլում կարելի ասել մահացության տոկոսն է բարձր լինում եւ այլն, մինչեւ օրգանիզմները սկսում են համապատասխան ռեակցիա դրսևորել տվյալ մակաբույծի նկատմամբ։ Այդ իսկ պատճառով կլիմայի փոփոխությունը, այո, առաջին հերթին նաև մարդու առողջության հետ է կապված, ոչ միայն մակաբույծների, այլ նաև այլ հանգամանքների։ Մարդն էլ ինքը կենտանի է, ինքն էլ ինչ որ ադապտացիոն պրոցեսներ պետք է անցնի եւ այլն, բայց մակաբույծների պարագայում դա բերելու է, այո, նոր վարակների տարածմանը։ Իսկ մեր աշխատանքը հիմնականում ուղղված է վայրի բնությունում այդ մակաբույծների առկայության բացահայտմամբ, որպեսզի մեր կառավարությունը, մեր առողջապահության համակարգը պատրաստ լինի այդ մակաբույծների կամ այդ էպիդեմիաների ի հայտ գալուն, որոշակի աշխատանքներ իրականացնի նախապատրաստական, որը արդեն մեր աշխատանքը չի։ Մենք ստանում ենք արդյունքները, տպագրում ենք, իսկ արդեն առողջապահության համակարգը ինքը պետք է վերցնի դրանք եւ ադապտացնի նոր ռազմավարություններ, դրի, ստեղծի եւ պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնի։ Կհիշեք ձեր հետազոտությունների ժամանակ ինչ կարևոր եւ հետաքրքիր բացահայտումներ են եղել։ Հիմա հիշեցի այսպես բան մեր բացահայտումներից մեկը, երբ որ նոր առաջի անգամ սկսել էինք այստեղ կիրառել ELISA մեթոդը, ինքը իմունոֆերմենտային ռեակցիայի հիման վրա մեթոդ է, որով հայտնաբերվում է մակաբույծի կամ վիրուսի հակագենը կամ հակամարմինը օրգանիզմում, եւ երբ որ մենք շատ փոքր պիլոտային ծրագիր ենք իրականացնում տարիներ առաջ Ղրիմյան Կոնգո հեմորագիկ տենդի վիրուսի հակագենների հետազոտման ժամանակ, տզերի մոտ մենք հիշում եմ, որ այդ ELISA պատկերը երբ որ տեսանք, այնտեղ հատկապես գունավորվում են վարակված նմուշները, 1-2 նմուշ էր երևում, բայց երբ որ արդեն թվային տվյալները վերլուծեցինք, այդ ստացվեց, որ տզերի մոտ բավականին բարձր վարակվածությունը եւ այդ ժամանակ այսպես ամբողջ լաբորատորիան հանկարծակի եկավ, թե պես ինչ ենք գտել, որովհետեւ նախկինում նմանատիպ 86 թվից հետո որևէ գրանցում չէր եղել։ Դա մեր այսպես նոր մեթոդ, երբ որ սկսեցինք կիրառել եւ այդ հայտնաբերումը, որ այս քանակի մենք այդ վիրուսի հակագեն ենք հայտնաբերել տզերի մոտ, մեր համար այսպես շատ մեծ բացահայտում էր եւ զգուշավորություն, որովհետեւ մինչեւ այդ լաբորատորիայում աշխատում էինք միգուցե ավելի արխային, ավելի բան, բայց դրա այդ օրվանից հետո բոլորը շատ զգոն էին, որովհետեւ հնարավոր է վիրուս լիներ եւ այլն, այսպես չնայած համապատասխան մշակումներ անցել էին մեր նմուշները, բայց բոլոր դեպքերում, երբ որ հակագենը հայտնաբերում ես, արդեն որոշակի այսպես զգոնություն է արթնանում, այդ էր երևի ամենա այսպես հիշվող կամ ամենաուշագրավ մասն ու նմանատիպ բաներ հետո շատ եղան։ Այս ոլորտում ինչ մարտահրավերներ եւ խնդիրներ եք տեսնում թե Հայաստանում, թե միջազգային մակարդակով։ Պատանեկան տարիների ծուլությունը բերեց նրան, որ
ես ընդունվեցի կենսաֆիզիկան, որովհետև կենսաֆիզիկայի դեպքում մեր վարժարանը, ֆոտոն վարժարանը, որտեղ ես ավարտել եմ, ուներ որոշակի քվոտաներ պետհամալսարանի որոշակի բաժիններում եւ կարելի էր այն ժամանակ հարցազրույցով ընդունվել եւ երբ որ ես հարցազրույցով ընդունվեցի բիոֆիզիկա բաժինը անվճար, այն ժամանակ հայրս ասեց միգուցե դու ախր բժշկական էիր ուզում, դու ախր այն կամ իրականում ուզում էի նաև որոշակի ատոմային ֆիզիկայի ուղղությամբ գնալ եւ այլն, ասի ես էլ չեմ պարապելու, որովհետեւ դեռ մի ամիս կար մյուս հիմնական քննությունների սկսվելուն, իսկ ես արդեն ոնց որ երջանիկ էի, որ էլ չեմ պարապելու, էլ չեմ աշխատելու, սպասելու եմ մինչեւ սեպտեմբերին դասերը սկսեն եւ այդպես գնացի այդ ուղղությամբ, այսինքն բիոֆիզիկան ինքը այն հիմնականը չէր, ինչ ուզում էի, բայց կարելի ասել որոշ հանգամանքների այսպես բերումով ընդունվեցի այնտեղ եւ որոշեցի մնալ։ Նույն կերպ ուզում էի փոխել այնտեղ կենսաինֆորմատիկա ուղղություն, որովհետեւ էլի մաթեմատիկան, ֆիզիկան իմ հիմնական այսպես նախընտրելի ուղղություններն էին, բայց էլի իմ բախտը չբերեց այդ ժամանակ եւ երբ որ մագիստրատուրա էին բացում մեր մոտ բիոինֆորմատիկայի ուսանողների թիվը բավարար չէր եւ ստիպված նորից շարունակեցի բիոֆիզիկա ուղղությամբ։ Այդ ձև էլի ոնց որ պատահականությամբ նույն ձև ստացվեց ճիշտն ասած բանում երբ որ ասպիրանտուրա ընդունվեցի, այն ժամանակ երկրորդ տարին էր, որ ասպիրանտուրայի համար պարտադիր էր դարել TOEFL-ը։ Ես հանձնեցի TOEFL եւ այդ ժամանակ աշխատում էի նաեւ Ագրարային համալսարանում, լաբորատորիայում, սակայն ինչ-ինչ խնդիրներով չստացվեց ասպիրանտուրա այնտեղ շարունակել, որովհետև բավականին հետաքրքիր աշխատանք էին կանում, մարդու ահիկային միկրոֆլորայի բիոֆիզիկական առանձնահատկություններն էինք ուսումնասիրում, այսինքն դա որոշակի այսպես հունի մեջ էի ընկել, բայց այնտեղ ասպիրանտուրա չստացվեց, բայց TOEFL հանձնել էի արդեն եւ ընկերներիցս մեկը, ով կենտանաբան էր, ասեց, որ ես TOEFL-ը կտրվել եմ, իմ տեղը, որը որ կենտանաբանության ինստիտուտում է, թափուր է հիմա, եւ ճիշտն ասած այդ ժամանակ նաեւ այլ տեղերից առաջարկներ ստացա, որովհետեւ շատերն էին կտրվում այն ժամանակ TOEFL-ը, այդպես նոր էր մտել բանի մեջ եւ չգիտեմ, երկար չմտածեցի, ասի դե լավ, հիմա ինչ լինում է լինի։ Եկա կենտանաբանություն, այդտեղ էլի շատ այս ինստիտուտում ընդունվել եմ ասպիրանտուրա, այն ժամանակ դեռ նոր էր միավորվել, կենտրոն դարել եւ այլն, բայց մոտ 1 տարի գրեթե ոչինչով չէի զբաղվում, այսինքն այսպես մի փոքր ինքը իմ համար երկրորդային էր դարել, որտեվ իմ հիմնական գործը չէր, այստեղ զբաղվում էին իմ նշած այն տրադիցիոն հին մեթոդներով, որը իմ այդքան էլ սրտով չէր եւ այլն եւ 1 տարվա մեջ նաեւ աշխատում էի Երևանի պետական համալսարանում կենտանաբանության ամբիոնում այնտեղ պրոյեկտ շահեցինք այդ Պորտուգալիայի հետ 3 տարվա մեծ պրոյեկտ շահեցինք, որտեղ նաև կար ասպիրանտական կրտաթոշակի հնարավորություն եւ ինձ առաջարկվեց Պորտուգալիայում անել ասպիրանտուրա եւ այստեղ քանի որ մակաբուծաբանության լաբորատորիայում էի ասպիրանտ, գնացի այնտեղ, ասի ես մակաբուծաբանությամբ կշարունակեմ, գոնե որևէ կերպ համընկնի տեղիս ասպիրանտուրայի հետ եւ այդպես այնտեղ արդեն մոլեկուլային մեթոդները սկսեցի սովորել, այսինքն որոշակի պատահականությունների ու չգիտեմ, այսպես հանգամանքների դասավորության արդյունքում է, որ ես այստեղ եմ կարելի ասել։ Հետազոտության ժամանակ ձեր ամենասիրելի հատվածը եւ մասը ո՞րն է։ Ես միշտ սիրել եմ լաբորատոր աշխատանքը։ Նույնիսկ 3-րդ կուրսում, երբ բիոֆիզիկան իմ հիմնական ուղղությունը չէր եւ այլն, ես երբ որ ծանոթացա լաբորատոր այսպես աշխատանքներին, բավականին դուրս եկավ եւ 3-րդ կուրսում ինձ նկատեց մեր Երևանի պետական համալսարանի բիոֆիզիկայի ամբիոնի դասախոսներից մեկը, որ լաբորատորիայում լավ եմ աշխատում, ձեռքս, չգիտեմ, հմուտ է եւ այլն, ինձ առաջարկեցին աշխատանք մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում։
Եվ բավականին հաճույքով էի գնում, այսինքն այդ լաբորատոր գործունեությունը հիմա էլ եմ զբաղվում, այսինքն օրվա մեջ չի եղել երևի 1000-ից մեկ է լինում այնպիսի օր, երբ որ ես լաբորատորիայում չեմ իջնում, ինչ որ հարցերի մասնակցում, բնականաբար փորձերին ավելի այսպես հազվադեպ եմ հիմա լինում, սակայն երբ որ նոր մակաբույծ, նոր պրոտոկոլներ, նոր մեթոդներ կամ ինչ որ բաներ չի ստացվում, անընդհատ խմբի հետ ենք, անընդհատ քննարկումների փուլում ենք ու այդ լաբորատոր գործը ինձ բավականին շատ դուր է գալիս եւ հիմա էլ մեծ հաճույքով երբեմն իջնում եմ որոշ նմուշներ ինքս եմ հետազոտում անում եւ այլն, այսինքն ինքը իմ ամենօրյա աշխատանքի մի մասն է կազմում։ Ձեր կարծիքով այս ոլորտում որոնք են ամենահեռանկարային ուղղությունները առաջիկա տասնամյակի ընթացքում։ Երկրագունդը ինքնին շատ մարտահրավերների առաջ է կանգնած եւ կենսաբազմազանության ուսումնասիրությունը ինքը առաջատար եւ հատկապես որտեվ այդ ամեն ինչը բերվում է մարդու առողջության հետ է կապվում եւ դա կոչվում է մեկ առողջություն։ Սկզբունք, երբ որ մարդու առողջությունը կենտրոնում է եւ մնացած բոլոր հետազոտությունները եւ ուսումնասիրությունները դրանք պարտադիր բաղադրիչներ են, որպեսզի մարդը, կենդանին, միջավայրը եւ այլն բոլորը առողջ լինեն։ Եվ այդ մեկ առողջության սկզբունքով աշխատող թիմերը բավականին արագ են այսօր միջազգային ճանաչում ունեցում, միջազգային տպագրություններ ունենում, որովհետեւ պատկերացրեք, դուք ուսումնասիրում եք, չգիտեմ, ինչ որ մի կենդանու եւ վերջում դա անուղղակիորեն կապվում է մարդու առողջության հետ, դա բավականին մեծ ազդեցություն է ունենում եւ դա բավականին մեծ այսպես տեսանելիություն է ունենում միջազգային ասպարեզում։ Այնպես որ կարծում եմ ամեն ինչ, ինչը ուսումնասիրվում է հատկապես կենսաբազմազանության տեսանկյունից, ինքը շատ հետաքրքիր է, երբ որ իրեն դիտարկում ես մեկ առողջության սկզբունքի շրջանակներում եւ մենք փորձում ենք հիմա հետազոտությունների մեջ ներդնել այդ ուղղությունը եւս, որպեսզի անուղղակիորեն կապ չունի ուսումնասիրում ենք ջուր, հող, չգիտեմ, կենդանի, թե գյուղատնտեսական ինչ որ բաներ, հա, իրենք մեկ է գալիս, վերջում հանգում են մարդու առողջությանը եւ նույն կլիմայի փոփոխությունը ինքը ինչ է շատ կարեւոր, հա, այդ նույնից բերում հանգեցնում ենք այդ ամեն ինչը մարդու առողջությանը, որովհետեւ երբ որ մարդը գիտակցում է, որ այդ ամեն ինչի պահպանելը, ճիշտ կառավարելը, ի վերջո իր առողջության համար է, դա ավելի մեծ ազդեցություն է ունենում այդ մարդու մտածելակերպի, գիտակցության վրա։ Դա կարծում եմ այս պահին ամենատրենդային ուղղություններից է կոնկրետ մեր ոլորտում եւ մենք հիմա փորձում ենք ինչ-որ ձև ինտեգրել, որ բոլոր ուղղությունները, բոլոր խմբերը դա գիտակցեն եւ այդ ուղղությամբ եւս վերլուծություններ անեն իրենց հետազոտվող օբյեկտի հետ կապված։ Այս վերջի մեր հոդվածում 25 թվի բացահայտել ենք, որ Հայաստանում մոտ 5 նոր մոծակի տեսակ, որոնք նախկինում չեն գրանցվել։ Դա ինչ է իրենից ենթադրում, որ տվյալ մոծակները ամեն մեկը պատասխանատու է մի շարք հիվանդությունների, մի շարք մակաբույծների տարածման համար եւ պոտենցիալը, որ այդ հիվանդությունները շուտով Հայաստանում կհայտնվեն, կա, որովհետև ժամանակի ընթացքում եթե այդ 5 տեսակները սկսեն ադապտացվել, տեղում ավելի շատ բազմանալ, ավելի շատանալ, բնականաբար բավականին լավ հնարավորություն է մակաբույծների համար նոր տարածքներ գրավելու, որովհետև մակաբույծներն էլ են կենդանիներ, որոնք նոր տարածքներ են գրավում, իրենց ավելի հարմար պայմաններ են փնտրում անընդհատ եւ այլն, այսինքն այս ամեն ինչը իր հետ բերելու է բնականաբար նոր մարտահրավերներ, որոնց պետք է պատրաստ լինել, ինֆորմացված լինել եւ փորձել դիմակայել։ Սովորական քաղաքացին այսօր ինչպես կարող է նպաստել կենսաբազմազանության պահպանման եւ մակաբույծների տարածման կանխարգելմանը։ Դա պետական մակարդակով արվող քաղաքականություն պետք է լինի, որովհետև անհատը ոչ մի բան չի կարող անել, ասենք մոծակի դեմ, հա, որը որ կլիմայի փոփոխության հետ կապված բնականաբար սկսել է տարածվել։ Դա պետք է պետական մասշտաբով մարդկանց իրազեկվածությունը բարձրացվի,
Այ կրթվելն է, ինքնակրթվելն է, որ անհատը կարող է անել, կարդ տալ տարբեր աղբյուրներից, հետաքրքրվել իր շրջակա միջավայրով, իր առողջությամբ, հա, տարբեր հիվանդությունների մասին կարդ տալ, որովհետև առաջի օգնողը ինքն իրեն մարդն է։ Երբ որ դուք հիվանդ եք, առաջի ձեր բուժօգնությունը դուք եք ձեզ ցուցաբերում, իսկ երբ որ դուք տեղեկացված եք տարբեր սիմպտոմներից, տարբեր հիվանդությունների մասին, դուք բնականաբար կարող եք կապել ձեր հիվանդությունը որևէ հիվանդության հետ եւ նախնական, այսպես չասեմ բուժում, բայց նախնական որոշակի քայլեր անել, որ չխորանա այդ ամեն ինչը մինչև կհասնեք բժշկի։ Այսինքն այդ ինքնակրթվելը կամ պետական ծրագրերով իրազեկվածության տարբեր բարձրացումները բավականին արդյունավետ կարող են լինել դիմակայելու համար այս կամ այն մարտահրավերին, այդ թվում մակաբույծներին։ Հայաստանում այս պահին կան մակաբույծներով պայմանավորված հիվանդությունների բռնկումներ եւ դրանք ինչքանով են պայմանավորված կլիմայի փոփոխության հետ։ Կարող են խնդիր առաջացնել իմ նախկինում նշած Echinococcus multilocularius-ը, որը լիարժտում է հիմնականում տեղակայվում մարդկանց, էլի հիգիենայի ոչ ճիշտ պահման հետևանք է լինում, երբ մակաբույծի ծվերը վատ լվացված ձեռքերի միջոցով կարող են հայտնվել ձեր օրգանիզմում, դա կարծում եմ մոտակա ժամանակների կարող է բավականին լուրջ խնդրահարույց լինել, որովհետև մենք սկսել ենք հայտնաբերել իրան բավականին հաճախ, լինի դա տարբեր կենտաների կղանքում, դա աղվես, գայլ, հա, կատվազգիների որոշակի եւ հիմնականում աղվեսների մոտ է շատ լինում եւ վերջերս նաեւ մենք հայտնաբերեցինք իրեն աղվեսի մարմնում, այսինքն դա ապագայում կարող է լուրջ վտանգ ներկայացնել, որովհետև գիտեք, աղվեսները ոչ միայն շատ են, այլ նաև մարդկանց բնակավայրերին մոտ են բավականին, գյուղերում տարբեր բակեր են մտնում, հիմնականում հավերին գողանալու բանով, բայց կապ չունի, իրենց կղանքը երբ որ թողնում են, այնտեղ այդ մակաբույծի ծվերը բավականին կենսունակ են, երկար ժամանակ, մոտ 6 ամիս կարող են մնալ, այսինքն այդ հողում, հողի հետ աշխատողները, ովքեր ձեռքերը լավ չեն լվում կամ այդ հողին կպած տարբեր բանջարեղեններ, հատապտուղներ եւ այլն անլվա սնվելու միջոցով կարող են հատկապես վարակվել։ Պետք է, ինձ թվում է, որոշակի աշխատանքներ կատարի մեր կառավարությունը այս ուղղությամբ, որովհետեւ ինչպես նշեցի, սկսել ենք իրեն ավելի հաճախ հայտնաբերել, թե առաջներում 1-2 նմուշում էր ընդամենը լինում, հիմա արդեն ինքը հաճախակիացել է, այլ հիվանդություններ եւս, երևի դրանց մասին ավելի ճիշտ կլինի ասի մեր հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը, որ իրենք ավելի հավաստի տվյալներ ունեն մարդկանց վարակվածության հետ կապված, բայց իմ կողմից դա կնշեմ այս բանին։ Մի փոքր խոսենք ձեր նախասիրությունների մասին, կնշեք, թե ինչպես եք սիրում անցկացնել ձեր ազատ ժամանակը։ Ժամանակին շատ էի ֆուտբոլ խաղում, ինքս ֆուտբոլի կարելի ասել սիրահար եմ, սակայն մենիսկի պատրվածքը դեր թույլ չտվեց շարունակել, հուսամ վիրահատվելուց հետո կկարողանամ նորից շարունակել։ Հիմնական հոբիս երևի դա կարող եմ ասել եւ իրականում շատ եմ սիրում ես տարբեր ֆիլմեր դիտել, ընտանիքի հետ ժամանակ անցկացնել, տղաներիս հետ եմ շատ այսպես փորձում ընկերություն անել, այսինքն իրենց հետ ինչ որ գնդակներով խաղեր լինի, դա թե տունը շախմատ լինի, հիմնականում այդպես է անցնում իմ ազատ ժամանակը ընտանեկան միջավայրում կամ ընկերների հետ։ Եթե ֆուտբոլ չենք խաղում կամ ֆուտբոլ չենք նայում, ապա ընկերների հետ ինչ որ հանդիպել, առաջներում մինչև նաև որոշակի բնության գրքում ակտիվ անցկացնել հանգիստը։ Ու այդտենց հիմնականում երևի կարող եմ ասել այդ հիմնական հոբին ֆուտբոլն է եղել։ Հուսամ շուտով կվերականգնենք։
Հոբիներից ֆուտբոլը նշեցիք, բայց կնշեք նաև այլ ինչ հետաքրքրություններ ունեք, որոնք գիտության հետ ընդհանրապես կապ չունեն։ Գիտության հետ ֆիլմերի դիտումն է։ Իմ ամենա այսպես բան, ես շատ եմ սիրում ֆիլմերը դիտել ավելի դետալավոր, այսինքն երբ որ ես ֆիլմը նայում եմ, շատ ուշադրություն եմ դարձնում օպերատորի աշխատանքին, այսինքն որտեղից է նկարել, ինչ դիրքից է, ինչ է, այսինքն փորձում եմ այդ հետաքրքրությունները ոչ թե ֆիլմի բուն կոնտենտի տեսանկյունից նայել կամ վիզուալ տեսանկյունից, այլ նաև դետալների։ Ինչու՞ չէ, նաև հատուկ էֆեկտներին եմ շատ ուշադրություն դարձնում, թե ինչ հետաքրքիր լուծումներ են գտել եւ այլն, այսինքն ֆիլմերի դիտումը զուտ դիտում չի, այլ իմ համար մի փոքր ավելի խորն է, որովհետեւ անկախ ինձանից ես փորձում եմ այդ ամեն ինչը նայել ավելի լավ աշխատանքը փորձել գտնել, գիքսերը գտնել, թե ով ինչ է արել եւ այլն։ Ժամանակին նաեւ ես երկար տարիները երևի մի 5-6 տարի չեմ զբաղվում, սիրում էի նաեւ թռչուններ նկարել ինքս, ապարատով առավոտ շուտ գնում էի, տարբեր թռչնատեսակներ էի նկարում, փորձում էի լավ կադրեր ստանալ, այդ էլ էր, բայց էլի ոնց որ աշխատանքի ծանրաբեռնվածությունից ելնելով երկար ժամանակի չեմ արել, չեմ զբաղվել, բայց դրանք են հիմնական հոբիներս։ Ինչ գիրք կամ ֆիլմ խորհուրդ կտաք երիտասարդներին եւ ինչու։ Բերեք գիրք խորհուրդ չտամ, ինչքան էլ տարօրինակ հնչի, ես գեղարվեստական գրքեր այդքան էլ չեմ կարողանում կարդալ, այսինքն այն ինչը պարտադիրի ժանրից է կարդում եմ, այն ինչը պարտադիրի ժանրից չեմ կարդացել, դա ես միշտ նախանձել եմ գիրք կարդացողներին, որովհետև իմ մոտ չի ստացվում, դա ինֆորմացիոն հոսքը մի տեսակ դանդաղ է իմ համար, ես ընթացքից բան եմ լինում, էլի, բայց այդ գրքերի վրա հիմնված ֆիլմերը մեծ սիրով դիտում եմ, չգիտեմ, տարբեր, այս վերջին տարիներին Marvel-ի ֆիլմերն եմ շատ դիտում, երևի կապված է երեխաների հետ, բայց ինձ էլ է սկսել դուր գալ, որ այդ հատուկ էֆեկտները, հատուկ այդ հերոսների, չգիտեմ, կերպարները եւ այլն, այդ ինձ թվում է ովքեր սիրում են ավելի այսպես ապակային միտված, դե գիտական ֆիլմեր շատ կան, նույն այդ Interstellar կարելի է նշել հետաքրքիր ֆիլմերից, որ կարելի է դիտել, Մարսեցին, մի խոսքով շատ կան, այսինքն հիմնականում շատ եմ սիրում ժանրային տեսանկյունից այն ֆիլմերը, որոնք իրականության մեջ չեն, այլ հնարավոր ապագայի մասին են։ Հա, 96 թվականին կար Անկախության օրը ֆիլմը, որ ասենք, հա, տարվա լավագույն ֆիլմ ճանաչեց, օրինակ ինքը ապագայի մասին էր։ Տարբեր ֆիլմեր, որոնք որ հնարավոր ապագայի մասին են, դրանք շատ ավելի ինձ դուր են գալիս եւ դետեկտիվներ եմ շատ նայում տարբեր։ Էպիդեմիկս ֆիլմ կար, կարծեմ էպիդեմիաների հետ կապված բավականին շատ ֆիլմեր կան, նույնիսկ սերիալներ կան։ Սերիալներ չեմ սիրում նայել, այդ էլի իմ համար ոնց որ գիրք կլինի, հա, ինքը ես չեմ կարող երկար ժամանակ սպասել այդ ինֆորմացիայի մինչև կգա, հա, իմ համար մի փոքր ձանձրալի է դա։ Բայց երբ որ ֆիլմեր է լինում, այո, էպիդեմիաների մասին շատ ֆիլմեր կան, ու հնում էլ են եղել բավականին լավ ֆիլմեր, հիմա էլ կան, բայց ամենա այսպես նաև կոմեդիաներին են հետաքրքիր, որտեղ գիտնականներին փորձում են մեկ այլ դրվագով կամ մեկ այլ բնավորությամբ ներկայացնել, ամենա այսպես նու կարելի ասել զվարճալին երևի որ եղել է այս վերջի տարիներին հյուսիս-հարավ ֆիլմներ մեր հայկական արտադրության, որտեղ գիտնականներին ներկայացնում են շատ այսպես միամիտ ու ընդհանրապես կենցաղից հեռու, երբ որ մեր հայտնի հերոսը գալիս մտնում է, չէ, իրենց գիտական լաբորատորիա ասում է, օրինակ, ես ամուսնանում եմ, ոչ մի ռեակցիա չի տալիս, այդ բավականին այսպես հետաքրքիր է, բայց դա իրականությանը չի համապատասխանում, ասեմ, որ բավականին ուրախ ժողովուրդ են գիտնականները եւ հատկապես այն մասնագետները, ովքեր դաշտում շատ են աշխատում, դրանք կենսաբազմազանության հետազոտողներն են, ովքեր
մենք ունենք մասնագետներ, ովքեր տարվա 170 օրը դաշտում են։ Այսինքն իրենք անընդհատ զննումներ են անում տարբեր կենտրոնիների, տարբեր հավաքներ են անում միջատների եւ այլն։ Իրենք բավականին ուրախ, որովհետեւ դաշտում այլ կերպ չի լինում, այնտեղ լրիվ այլ մթնոլորտ է, այլ միջավայր է, խարույկի շուրջ երեկոյան, այսինքն բավականին ուրախ ու հետաքրքիր մարդիկ են ի տարբերություն ֆիլմում ներկայացված կերպարների եւ խորհուրդ կտայի ավելի շատ ընկերություն անել գիտնականների հետ տեսնելու նրանց այսպես ավելի բացահայտել նրանց աշխարհը կարելի ասել ու հատկապես ասում եմ դաշտային աշխատանք իրականացնող գիտնականները շատ ավելի այսպես ընկերասեր, շատ ավելի հոգատար, շատ ավելի այսպես բռունցք կազմած, որովհետև բնության մեջ այլ կերպ չի լինում։ Այլ պարագայում ոչ մեկ որպես անհատ չի կարող կարելի ասել գոյատևել։ Այնտեղ պետք է համատեղ ուժերով, մեկը մյուսին օգնելով, տարբեր հարցերում փորձել քո գործը անել զուգահեռ։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։